Եթերում պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Արցախյան պատերազմի տարիներին եւ անգամ հրադադարից հետո տասնյակ հայորդիներ տարբեր իրավիճակներում, բայց առավելապես ադրբեջանական հարձակումների ժամանակ գերեվարվելով այժմ պատանդի կարգավիճակով գտնվում են Ադրբեջանի Հանրապետությունում։ Հայկական կողմը Կարմիր խաչ միջազգային կազմակերպության միջնորդությամբ պարբերաբար պատանդների փոխանակում է իրականացնում։ Սակայն դեռ Հայաստանի Հանրապետության տասնյակ զինծառայողներ եւ քաղաքացիներ շարունակվում են մնալ գերության մեջ։ Ապրիլի 11-ն էլ գերիների միջազգային օրն էր։ Այդ օրը անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ հասարակական կազմակերպության անդամներն այցելեցին Եռաբլուր Պանթեոն, հարգանքի տուրք մատուցելով Արցախյան ազատամարտի տարիներին կամ այլ հանգամանքներում անհայտ կորած հայորդիների հիշատակին։ Այս շաբաթ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհուրդը ամփոփեց 2012 թվականի առաջին եռամսյակի ծառայողական գործունեության արդյունքները։ Նշենք նաև, որ ամփոփման ավարտին տեղի է ունեցել ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունք։ Ապրիլի 11-ին զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ողջ հրամկազմը գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի գլխավորությամբ հավաքվել էր ամփոփելու 2012 թվականի առաջին եռամսյակը, ինչպես նաև ուրվագծելու առաջիկա անելիքները։ Քննարկմանը ներկա էր նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փաթյանը։ Նշենք, որ ներկայացված զեկույցները վերաբերում էին զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների, այն է զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում առկա մարտական պատրաստության մակարդակը, սանիտարահիգիենիկ վիճակը, թիկունքային ծառայություն, բուժ ծառայություն եւ ստորաբաժանումների բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ այլ ծառայություններ։ Բանախոսները, ովքեր մանրամասն ստուգումների արդյունքում կազմել էին զեկույցները, առանձին ներկայացրին յուրաքանչյուր ստորաբաժանումում առկա վիճակը, թերությունները, ինչպես նաև նկատվող առաջընթացը։ Բացի դրանից, զեկույցը ներկայացնելուց հետո նրանք պատասխանեցին գեներալ-լեյտենանտ Արշալույս Փաթյանի հարցերին, պարզաբանեցին մի շարք խնդիրներ, որոնք առնչվում էին ինչպես զորամասային ծառայությանը, այնպես էլ մարտական հերթապահությանը։ Եռամսյակի ամփոփումից զատ գրեթե բոլոր ստորաբաժանումների առջև նաև դրվեցին հստակ առաջադրանքներ, որոնք վերաբերում էին ինչպես առկա թերությունները վերացնելուն, այնպես էլ առաջիկայում ամառային ուսումնական փուլին անցնելուն առնչվող խնդիրներին։ Հատկապես կարևորվեցին ինչպես զինծառայողների համազգեստների թարմացման, այնպես էլ ռազմական տեխնիկայի սեղմ ժամանակահատվածում պատշաճ կերպով սպասարկման հարցերը։ Ի դեպ, քննարկումից հետո էլ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում զորամիավորման բարձրագույն հրամկազմի համար կազմակերպվեց ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման ցուցադրական պարապմունք, որի նպատակն էր ներկայացնել սպասարկման նոր, առավել արդյունավետ մեթոդներ։ Շարունակվում է զինված ուժերի համալրումը շարքային կազմի պայմանագրային զինծառայողներով։ Պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության կարող են անցնել շարքային կազմի 20-ից 45 տարեկան արական սեռի այն պահեստազորայինները, ովքեր ունեն ֆիզիկական եւ առողջական բավարար տվյալներ։ Պայմանագրային զինծառայության անցնելու եւ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու դեպքում պայմանագրային զինծառայողները կստանան մինչեւ 120,000, իսկ առանց մարտական հերթապահության 94,000-ից մինչեւ 100,000 դրամական բավարարում։ Պայմանագրային զինծառայողները կօգտվեն զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատ կամ զանգահարել 29 44 53 հեռախոսահամարով։ Ազգային բանակում շարունակվում են տարաբնույթ զորավարժությունները։ Եվ ահա ապրիլի 4-ին Բաղրամյան զորավարժարանում անցկացվեց հերթական ստուգատեսը։ Այս անգամ վաշտային զորավարժության շրջանակում ներգրավված էին զինված ուժերի 5-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումներից մեկի անձնակազմը։ Հայկական Թամանյան դիվիզիայի անվան հրաձգային զորամասի վաշտի անձնակազմը մարտական հրաձգությամբ զորավարժությանը նախորդող նախապատրաստական աշխատանքներն իրականացրել էր զորամասի մշտական տեղակայման վայրում եւ Բաղրամյան զորավարժարանում։ Ավարտական փուլից առաջ զորավարժության ղեկավար, զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ստորաբաժանումների հրամանատարներին, ծառայությունների պետերին ներկայացրեց վաշտի անձնակազմի առջև դրված խնդիրները, առկա այն միջոցները, որոնք ներգրավված էին վաշտը պաշտպանությունում թեմայով զորախաղի մեջ։ Այդ միջոցին անձնակազմը արդեն կրակային դիրքերում էր, պատրաստ պայմանական հակառակորդի գրոհի կասեցմանը։ Ազդանշանը ստանալուն պես վաշտը սկսեց իր գործողությունը
հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում։ Իսկ մարտական խնդիրը վերաբերում էր վաշտի պահպանության հենակետի սահմաններից դուրս հակառակորդի ստորաբաժանումների ոչնչացմանը։ Հարկ էր թույլ չտալ, որ նրա զրահատեխնիկան եւ կենթանի ուժը մխրճվեն պահպանության շրջան։ Հարձակման անցած պայմանական հակառակորդի ստորաբաժանումների ուղղությամբ կրակ բացվեց հրաձգային զենքի տեսակներից, անձնակազմը իր մարտավարամասնագիտական հմտությունները ցուցադրեց թիրախները խոցելիս։ Պաշտպանական մարտը հարձակողական գործողությունների պես մոտոհրաձգային միավորների զինանոցի մարտավարություն առարկայի պատրաստության կարևորագույն տարրերից է։ Այդ մարտը գրագետ եւ հմուտ վարելու կարողությամբ է գնահատվում անձնակազմի մարտունակության աստիճանը։ Անձնակազմը գնահատում եմ կրակայինը լավ, քանի որ խոցելիությունը արդեն իսկ առկա է 80% եւ բարձր, հրամադրությունները բոլորի բարձր, մարտական, իսկ մնացած գնահատական արդեն կհայտարարենք զորամասում զորավարժության ամփոփման ժամանակ։ Հավելենք նաև, որ Բաղրամյան զորավարժարանը իր կրակային դիրքերով, վարժադաշտերով, հրամանատարական դիտակետերով լայն հնարավորություններ են ընձեռում ուսումնառության գործնական դասընթացները, զորավարժությունները արդյունավետ անցկացնելու եւ ի վերջո ուսումնական տարին բարձր գնահատականներով եզրափակելու համար։ Ապրիլի 2-ից մեկնարկել է Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսանել ցանկացողների ընդունելության դիմում հայտերի ընդունման գործընթացը։ Ավագ դպրոցի կարգավիճակով գործող վարժարանի սաները ուսանում են հանրակրթական բոլոր առարկաները։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական եւ նախնական զինվորական պատրաստությանը։ Վարժարանում ուսումն անվճար է, հետևաբար բոլոր գրքերը եւ գրենական պիտույքները տրամադրվում են անվճար։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարող են դիմել հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած պատանիները։ Դիմորդը պետք է մինչև սույն թվականի հուլիսի 25-ը ներկայացնի ռազմամարզական վարժարանի պետի անունով կազմված դիմում հայտ ու անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները։ Ընդունելությունը կատարվելու է այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 15-ը։ Դիմորդները մրցութային կարգով քննություններ կհանձնեն ֆիզպատրաստություն, հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից։ Ընդունելության պայմաններին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկին ծանոթանալու նպատակով հարկ է դիմել վարժարան կամ զանգահարել 35 39 15 34 48 44 կամ 34 56 36 հեռախոսահամարներով։ Ներկայումս գործող գրեթե բոլոր բանակներում կիրառվում են զինվորական ուսադիրները։ Սակայն ինչպես են դրանք մուտք գործել բանակ եւ ինչ նշանակություն ու խորհուրդ ունեն այժմ։ Այս հարցերի պատասխանները մեր հաջորդ տեսանյութում։ Չգրված օրենք խորհրդային բանակում։ Այս բանով ստանում էր հերթական զինվորական կոչում, պարտավոր էր նշել այն, իսկ դա մի առանձին արարողություն էր։ Կոչումի բարձրացումից հետո սպան պարտավոր էր ծառայողական ընկերների ներկայությամբ նոր ուսադիրների աստղերը լցնել թեյի բաժակի մեջ, այնուհետև ամբողջությամբ օղի լցնել եւ խմել այն։ Միայն այս արարողությունից հետո էր խորհրդային սպան աստղերը տեղադրում ուսադիրների վրա։ Հիմա այս պատմությունը շատ զինվորականների մոտ միգուցե եւ հաճելի հուշեր արթնացնի, բայց եթե այդ նույն զինվորականները լսեին այն օրինակ 16-րդ դարում, ապա դժվար թե որևէ մեկը հասկանար դրա իմաստը։ Դժվար է պատկերացնել, բայց միշտ 17-րդ դարը զինվորականները որպես այդպիսին ոչ ուսադիրներ են ունեցել, ոչ էլ առավել եւս աստղեր։ Չնայած տարբերանշանների բացակայությանը կոչումներ այնուամենայնիվ եղել են։ Այդ տարիների զինվորականները միմյանց կոչումները գուշակում էին հագուստի ձևից, գունավորումից, զենքի տեսակից եւ եւս մի քանի արտաքին բաղադրիչներից։ Կարծիքներ կան, որ ուսադիրների տեսքով տարբերանշաններ եղել են դեռևս 13-րդ դարի ասպետների մոտ, սակայն որքանով դրանք կարելի է համարել մերօրյա զինվորական ուսադիրների նախատիպ, դժվար է ասել։ Այսօրվա ուսադիրների օգտագործման սկիզբն է համարվում 17-րդ դարում ստեղծված միակողմանի ձախ ուսադիրը, որն ի տարբերություն ներկայիս ուսադիրների կոչումը ցուցադրելու նպատակ չուներ։ Այդ տարիներին զինվորները զենքի հետ մեկտեղ ունենում էին նաև փամփուշտների պայուսակ, որը կրակ վարելու ժամանակ դժվարություններ էր առաջացնում։ Հենց այդ խնդիրը լուծելու նպատակով էլ ստեղծվեց միակողմանի ուսադիրը։ Այն մի կողմից ամուր կարված էր, իսկ մյուս կողմից կոճակի օգնությամբ հնարավոր էր լինում պայուսակը ամրացնել համազգեստին, ինչն էլ իր հերթին արդեն չէր խանգարում տեղաշարժվելիս եւ կրակելիս։ Արդեն 18-րդ դարում ռուսական կայսերական բանակում ուսադիրների տարբեր գույների միջոցով հնարավոր էր տարբերել, թե որ զորամասից է տվյալ զինծառայողը։ Ժամանակի ընթացքում ստեղծվեցին նաև շարքայինների եւ սպաների ուսադիրներ։ Օրինակ այս ուսադիրը այն տարիներին կրում էին շարքայինները, իսկ սա սպայական ուսադիր էր։ Ժամանակի ընթացքում զինվորական պայուսակը դարձավ երկթևանի, ինչն էլ զինվորների համար խնդիրներ առաջացրեց։
Այդ իսկ պատճառով էլ ստեղծվեցին երկկողմանի ուսադիրները, որոնց էլ ամրացվեց պայուսակը։ Ժամանակի հետ մեկտեղ փոխվում եւ ավելանում էին ուսադիրների ձևերը եւ տեսքը։ Հայտնի ուսադիրի տեսակ է օրինակ էպոլետը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ուս։ Էպոլետ հիմնականում կրում էին բարձրաստիճան սպաները եւ գեներալները, որոնց կարելի էր տարբերել էպոլետի գույնից, ձևից, ինչպես նաեւ նրա վրա առկա նշաններից։ Շքեղ տեսք ունեցող այս ուսադիրները այսօր էլ առկա են շատ երկրների զինված ուժերի տոնական համազգեստի վրա։ Հայտնի ուսադիրի ձև էր համարվում նաեւ օձիքայինը, որը ի տարբերություն մյուսների ոչ անսովոր տեսք ուներ։ Այն համեմատաբար ավելի փոքր էր եւ ամրացված էր օձիքին։ Այսպիսի օձիքային ուսադիրներ 1924-ից մինչև 1943 թվականը կիրառում էին նաև սովետական բանակում։ Այժմ ուսադիրի այս ձևը նորից տարածում է գտնում աշխարհի բանակներում։ Եթե մինչև 18-րդ դար ուսադիրները եւ էպոլետները որևէ կոչումնային իմաստ չունեին, ապա գորժետի մոտ դա այդպես չէ։ Երկաթյա գորժետը, որի ի սկզբանե զինծառայողները կրում էին որպես կոկորդը պաշտպանելու միջոց, հետագայում ձեռք բերեց նաև կոչումային իմաստ։ Օրինակ, եթե գորժետի վրայի զինանշանը ոսկեգույն էր, իսկ շուրջը արծաթագույն, դա նշանակում էր, որ այն կրող զինվորականը կապիտանի կոչում ուներ։ Չնայած ուսադիրների բազմազանությանը, աշխարհի բանակների մեծամասնությունը ընտրեց ուսադիրների միևնույն ձևը։ Ուսադիրները եւ մյուս զինվորական տարբերանշանները համարվում են այն օգտագործող երկրի սեփականությունը։ Որպես ընդհանրություն կարելի է նշել ուսադիրների վրա աստղերի առկայությունը, չնայած ամեն ինչ հարաբերական է։ Օրինակ Կանադայի բանակի ուսադիրների վրա աստղերի փոխարեն օգտագործում են տերև։ Տերև կա նաև այդ երկրի պետական դրոշի վրա։ Ինչպես ամեն ինչում, այս հարցում նույնպես յուրաքանչյուր երկիր փորձում է գտնել սեփական, օրիգինալ եւ գեղեցիկ լուծումները։ Շատ երկրների մոտ դա հաջողությամբ ստացվում է։ Ինչքան շատ աստղեր, այնքան բարձր է զինվորականի կոչումը։ Այս սկզբունքը միշտ չէ, որ գործում է։ Օրինակ սա ֆրանսիական բանակի բրիգադիր գեներալի ուսադիրն է։ Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ այն շատ նման է մեր բանակի լեյտենանտի ուսադիրներին։ Իսկ որտեղից է սկիզբ առնում ուսադիրների հայկական տեսակը։ Անկախությունից հետո հայկական բանակում մի քանի դաշտային համազգեստ են փոխել, ինչն էլ իր հերթին ուսադիրները փոխելու անհրաժեշտություն է առաջացրել։ Չնայած այդ փոփոխություններին, որպես այդպիսին ուսադիրները միշտ էլ նույն տեսքն են ունեցել։ Միայն 2010 թվականին բանակի դաշտային համազգեստի փոփոխությունից հետո փոխվեց նաև ուսադիրների ձևն ու տեղը։ Այժմ դրանք այս տեսքն ունեն եւ տեղադրվում են օձիքին։ Ի տարբերություն դաշտային համազգեստի, բանակի ամենօրյա համազգեստը գրեթե նույն տեսքն ունի, ինչ խորհրդային բանակում։ Նույն տեսքն ունի նաև ամենօրյա համազգեստի ուսադիրը։ Այս տեսակի վրա բացի զորատեսակի տարբերանշանից եւ աստղերից կան նաև գծեր։ Օրինակ, եթե գիծը 1-ն է, ուրեմն տվյալ սպան պատկանում է կրտսեր, իսկ եթե 2-ն է, ուրեմն ավագ սպայական կազմին։ Կարևոր է նաև գծի գույնը։ Օրինակ, եթե գիծը կապույտ է, ուրեմն այն կրողը ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ է։ Վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե բանակի ամենօրյա համազգեստը նորով փոխարինելու ծրագրեր են տարվում։ Թե ինչ տեսք կունենա զինվորականի պատվի նշան հանդիսացող համար 1 ատրիբուտը ցույց կտա ժամանակը։ Մի բան պարզ է, որքան էլ փոխվի ուսադրի արտաքին տեսքը, մեկ է դրանից իմաստը չի փոխվում։ Ուսադիր կրող մարդու գործը կա եւ մնում է նույնը։ Այն է հայրենիքի պաշտպանությունը։ Զինված ուժերում տեղի են ունենում տարբեր ծառայությունների եւ զորատեսակների անցած տարվա ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություններ։ Եվ այս խորապատկերում պետք է դիտարկել նաեւ այս շաբաթ զինված ուժերի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կայացած խորհրդակցությունը։ Ապրիլի 13-ին զինված ուժերի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անցկացվեց ազգային բանակի ռազմավարժական ծառայության 2011 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն։ Միջոցառմանը ներկա էին զինված ուժերի ռազմավարժական զորամասերի հրամանատարների, զորամիավորումների եւ զորամասերի բուժծառայությունների պետերը։ Բացելով խորհրդակցությունը ռազմավարժական վարչության պետ Արտաշես Փարսադյանյանն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց 2011 ուսումնական տարվա ամփոփիչ արդյունքները։ Գնդապետը միաժամանակ անդրադարձավ հաշվետու տարում տեղգտած թերություններին եւ բացթողումներին, շեշտեց, որ բուժծառայության օղակում ներգրավված յուրաքանչյուր սպայ պարտքն է ամենօրյա սրտացավ ծառայությամբ դպաստել ազգային բանակում տեղ գտնող հիվանդությունների թվի կրճատմանն ու կանխարգելմանը։ Նշվեց նաեւ, որ այսօր արդեն զինված ուժերի առանձին բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածությանը կարող են նույնիսկ խանդով վերաբերվել հանրապետության բազմաթիվ բուժհաստատություններ։ Իդեպ անցած տարվա ընթացքում անհրաժեշտ արդի բուժ սարքավորումներով շարունակվել են համալրվել թե զինվորական հոսպիտալները, թե զորամասային բուժկետերը։ Եվ այդ ամենը բնականաբար ծառայելու է հայ զինվորի ու սպայի համապարփակ բուժհետազոտության ապահովմանն ու բուժման պայմանների բարելավմանը։
Ամփոփման ընթացքում ներկայացվեցին 2011 թվականի զինված ուժերի անձնակազմի հիվանդացության եւ հոսպիտալացման հիմնական ցուցանիշները, զորամասային օղակի տարեկան հաշվետվության վերլուծությունը, համեմատական անցկացվեց 2011 եւ 2010 թվականների հիվանդացության ցուցանիշների միջև։ Ամփոփման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ զորամասերի սանիտարահամաճարակային վիճակին, անձնակազմի տեղակայման, ջրամատակարարման եւ սննդի կազմակերպման սանհիգիենիկ պայմանների բարելավման համար անհրաժեշտ միջոցառումներին։ Ապրիլի 11-ին ազգային բանակում տեղի ունեցան կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության կենտրոնական ենթակայության զորամասերի սեզոնային սպասարկման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման ցուցադրական պարապմունքներ։ Թեմային անդրադարձել է Վրույթ Հադևոսյանը։ Սեզոնային սպասարկման աշխատանքները կազմակերպվում եւ իրականացվում են տարեկան 2 անգամ։ Ռազմական տեխնիկան եւ սպառազինությունը բերվում են համապատասխան սեզոնային կարգավիճակի։ Ցուցադրական պարապմունքներին մասնակցում են կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարների սպառազինության գծով տեղակալները, ավտոծառայության պետերը, բաշտերի հրամանատարներն ու տեխնիկները։ Յուրաքանչյուր անգամ ուսումնական պարապմունքը, ցուցադրական պարապմունքները նախապատրաստելիս հաշվի առնում անցած փուլում կատարված աշխատանքները, այդ աշխատանքների ընթացքում բացահայտված բարդությունները եւ այն խնդիրները, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում եւ ցուցադրական պարապմունքները հիմնականում կազմակերպվում են այս հարցերի շուրջ։ Ցուցադրական պարապմունքները միտված են համապատասխան անձնակազմի տեսական գիտելիքների ու մեթոդական պատրաստության աստիճանի բարձրացմանը, ինչն անհրաժեշտ է ռազմական տեխնիկայի սեզոնային հստակ եւ արդյունավետ շահագործումն ապահովելու համար։ Պարապմունքների ընթացքում յուրաքանչյուր մասնագիտական խմբի գործողությունները ցուցադրված են առանձին կետերում, սեզոնային սպասարկման փաստաթղթեր, անհրաժեշտ սարքավորումներ եւ այլն։ Հենց նմանաբնույթ պարապմունքներն են, որ ապահովում են անձնակազմի մշտական պատրաստության բարձր մակարդակը եւ իհարկե հնարավորություն են տալիս բացահայտելու շտկման ենթակա թերությունները։ Նախորդ անգամ Զինուշ հեռուստածրագիրը ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտության անդրադարձը բրիտանական մամուլում, իսկ այսօր հերթը ռուսական մամուլինն է։ Ինչպես են ռուսական թերթերը լուսաբանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող գործընթացն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ներկայացնում ենք Արման Ղարիբյանի դիտարկումները։ Ռուսական Նեզավիսիմայա գազետը եւ Իզվեստիա թերթերը նախորդ 3 տարիներին բավականին հաճախ են անդրադարձել Ղարաբաղյան հակամարտությանը։ Ռուս լրագրողները մի քանի անգամ այցելել են Արցախ, հոդվածներ են պատրաստել անկախ հանրապետության մասին։ Ռուսական թերթերը հաշվի են նստում արցախահայության կարծիքի հետ, լսելի են դարձնում նաեւ նրանց ձայնը։ Ի տարբերություն բրիտանական մամուլի, ռուսական թերթերը տպագրում են իրականությանը համապատասխանող քարտեզներ, որտեղ առանձնացված է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքը։ Սակայն նույն թերթերում հանդիպում ենք նաև ադրբեջանամետ նյութեր։ Օրինակ, անդրադառնալով Խոջալույի դեպքերին, Նեզավիսիմայա գազետա թերթը նախ առանձին հոդվածով ներկայացրել է ադրբեջանական կեղծ տեղեկատվությունը, թե իբր հայերը ցեղասպանության են ենթարկել Խոջալու բնակավայրի բնակիչներին, իսկ օրեր անց փաստարկված ու վերլուծված տվյալները հրապարակել, որով հերքել է ադրբեջանական կեղծիքները։ Աղդամի մոտ Խոջալույի բնակչության զանգվածային սպանությունը ադրբեջանական ազգային շովինիզմի նույնպիսի հանցագործություն է, ինչպիսին հայկական ջարդերն էին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, գրում է ռուսական թերթը։ Լրատվամիջոցներում արկա օբյեկտիվ եւ ճշմարտացի տեղեկատվության դեմ ադրբեջանցիները սովորաբար ակտիվ արշավներ են ծավալում։ Այս առնչությամբ Երևանի պետական համալսարանի հայագիտության հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը նշում է. Այն նյութերում, որտեղ թվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս ինչ որ դրական արձագանք կա կամ ինչ որ ճշմարտության հատիկ կա, սովորաբար ադրբեջանական կողմը բավականին շատ մեկնաբանություններ է տալիս նյութի վերջում, եւ եթե նյութը կարող է սահմանափակվել օրինակ 30-40 տողով, բա մեկնաբանությունները տասնապատիկ ավելի շատ են։ Եվ այդ մեկնաբանությունները այնպիսի անհետեթությունների են հասնում, որ անգամ ասենք հայրին ներկայացնում են այնտեղ որպես Բալկաններից եկած ինչ-որ ժողովուրդ, եւ որը մի քանի հազար տարի առաջ եկել եւ հաստատվել է արևելյան Թուրքիայում։ Այնուամենայնիվ, որքան էլ ադրբեջանցիները փորձեն կեղծել պատմությունը եւ ռազմական սպառնալիքներ ներկայացնել մեզ, կեղծ տեղեկատվություն տարածել աշխարհով մեկ, ռուսական թերթերին հարցազրույց տված բոլոր արցախցիները հստակորեն արտահայտել են միևնույն դիրքորոշումը՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված կտանք հակառակորդին։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա ռուս լրագրողները զարմանքով են նշում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային կողմ չի հանդիսանում։
Նեզավիսիմայա գազետան եւ Իզվեստյան գրում են, որ չնայած միջնորդ երկրների ջանքերին, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը, այդ պատճառով էլ հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։ Շահումյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 8 շրջաններից մեկն է, որն ընդգրկում է երկրի հյուսիսային եւ հյուսիսարևմտյան մասը։ Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը շուրջ 20,000 մարդ տարհանվել է, այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել է ադրբեջանցիներով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանմամբ Շահումյանի շրջանը ընդգրկում է ազատագրված Վայկունիքի գավառը։ Եվ ահա այդ շրջանում մղված ինքնապաշտպանական մարտերի եւ եղնիկներ ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանի մասին է պատմում մեր հաջորդ տեսանյութը։ Գյուլիստանի լեռներում, որտեղ արևն ավելի պայծառ է շողում, որտեղ վարդերն առավել քան կարմիր են ու ջուրն ավելի սառը, հայրենի եզերքը ճանաչելու, սիրելու առաջին դասերն առավ Շահեն Մեղրյանը։ Նրա պապերն են պահել մեծ հայքի Արցախ նահանգի Վայկունիք գավառը, որը հետագայում Շահումյան կոչվեց։ Այդ քաջարի նախնիները կաղնու պես հաստատուն արմատներ են գցել հողում, բազմացել ու չեն հեռացել, հավատարիմ մնալով ապուպապ Մեղրիի պատգամին։ Նա, ով սեփական երկրում ապրել չի կարող, օտար երկրում կմեռնի ոչ թե սովից, այլ հայրենիքի կարոտից։ Եվ ով կարող էր այդ առյուծազար մահից սերված հերոսին, Շահեն Մեղրյանին, արմատախիլ անել իր հողից կամ ստիպել, որ մոռանա հայրենի սառնորակ ջրի համն ու կուսական անտառների հմայքը։ Արցախյան ազատագրական պայքարի հայտնի գործիչ Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, հակառակորդի թիկունքում ծավալված պարտիզանական շարժման առաջնորդ Շահեն Զինավորի Մեղրյանի սխրանքներով իմաստավորված կյանքի թելը կտրվեց 1993 թվականի ապրիլի 17-ին, երբ հայրենի եզերքի երկնակամարում խոցվեց այն ուղղաթիռը, որով նա հերթական անգամ վերադառնում էր մշտական տեղակայման վայր իր գլխավորած պարտիզանական ջոկատի համար կազմակերպչական հարցեր լուծելու նպատակով։ Շրջանում խուճապ չստեղծելու համար ամենավտանգավոր ու դժվարին պահերին անգամ իր ընտանիքն ու մանկահասակ երեխաներին պահեց հայրենի հողի վրա, որ իր օրինակով վարակի բոլորին, ու եթե անգամ բոլորը հեռանան, ինքն իր 7 եղբայրներով Մեղրի անունով ապուպապի պես պահի այս հողը։ Նա սակայն մենակ չմնաց։ Ոտքի ելավ ողջ Շահումյանն ու կանգնեց հրամանատարի կողքին։ Շահենը կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ է կազմավորել եւ փաստացի դարձել շրջանի ինքնապաշտպանության ղեկավարը։ Շահեն Մեղրյանի ստեղծած ինքնապաշտպանական ջոկատը 1990 թվականի հունվարին Բաքվի ջարդերի օրերին ընթալվել է Մարտունաշենի բնակչությանը տեղահանել փորձող ադրբեջանական օմոնի հետ եւ հակառակորդին հետ շպրտել գյուղի սահմաններից։ 1991 թվականի սեպտեմբերին Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ ազատագրվել են օղակ գործողության հետևանքով նույն տարվա հուլիսին բռնազավթված Էրքեչ, Բուզլուխ եւ Մանաշիդ գյուղերը։ 1992 թվականի հունվարի 14-ին հայրենի Գյուլիստանի կորստից հետո Շահեն Մեղրյանը կազմակերպել է պարտիզանական ջոկատ եւ Արցախի հյուսիսում մասնակցել Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի ազատագրական մարտերին, այդ թվում Սարսանգի ջրամբարի այն ռազմական գործողությանը, որտեղ ջախջախվել ու փախուստի է դիմել ադրբեջանական բանակի Գերանբոյի զորամասը։ Շահեն Մեղրյանը զոհվեց հայրենի Շահումյանի շրջանն ազատագրելու վճռականությունն ու համոզմունքը սրտում։ Հրամանատար, հիշում ես, մի օր Սուրբ Անապատում աղոթքիդ ուժը քեզ որդի պարգևեց։ Նրան զինվոր կոչեցիր։ Քո ուխտի զինվորներն այսօր էլ սպասում են Սուրբ Անապատի հրաշքին եւ մի օր իրականացնելու են հայրենիքի նվիրալի քո երազանքը եւ քո ազատատենչ հոգին որպես արծիվ թևածելու է Գյուլիստանի ու հայոց աշխարհի լեռներում։ Շարունակում ենք թողարկումը։ Զորամասային առօրյա այս խորագիրն է կրում մեր հաջորդ տեսանյութը, որն անդրադարձ է Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի ծառայողական առօրյային։
Բանակի հակաօդային պաշտպանության համակարգի խառը զենիթահրթիռային դիվիզիոններից մեկն է, որը տարին 365 օր եւ օրվա մեջ 24 ժամ մարտական հերթապահություն է իրականացնում հանրապետության արևելյան հատվածի օդային տարածքներում, պատրաստ հավանական հակառակորդի կողմից օդային մեր սահմանը խախտելու բոլոր փորձերին արձագանքել անմիջապես։ Չնայած անհամեմատ կարճատև կենսագրությանը, այստեղ հիմնականում լուծված կարելի է համարել կենցաղային եւ հարակից բնույթի բոլոր խնդիրները, ինչը անձնակազմին լիարժեք հնարավորություն է տալիս զբաղվել մարտական պատրաստության պարապմունքներով, սակայն վերջիններիս թիվ 1 խնդիրը այստեղ մարտական հերթապահության իրականացումն է, որի լրջությունը գիտակցում են ինչպես սպայական, այնպես էլ ժամկետային անձնակազմի ներկայացուցիչները։ Վերջիններս լինելով հակաօդային պաշտպանության համակարգում ձևավորված լավագույն մարտական եւ ուսումնական ավանդույթների կրողները, իրենց պարտքն են համարում արկա ձեռքբերումների ոչ միայն պահպանումը, այլև շարունակական կատարելագործումը։ Ներկայումս հանրապետության օդային յուրաքանչյուր սանտիմետր տարածքը վերահսկվում է պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից։ Ընդ որում այսօր կա հնարավորություն այդ վերահսկողությունը իրականացնել ոչ թե մեկ, այլ մի քանի տեխնիկական միջոցներով։ Դա հնարավորություն է տալիս կրել առավել հուսալի մարտական հերթապահություն եւ վստահ լինել ստացված տեղեկությունների ճշգրտության մեջ։ Ֆունկցիոնալ ստուգումներ, գործողություններ մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ, մասնակցություն տարբեր զորախաղերի եւ ճամփարային հավաքների։ Սրանք պարտադիր միջոցառումներ են, որոնք հնարավորություն են ընձեռում ինչպես զարգացնելու մարտավարամասնագիտական իմացությունները, այնպես էլ մարտական տեխնիկան պահել սարքին եւ մարտունակ վիճակում։ Հակաօդային պաշտպանությունը այնպիսի մի համակարգ է, որը պետք է կարողանա մշտապես քայլել ժամանակի հետ եւ հատկապես հավանական հակառակորդի ռազմաօդային ուժերի նկատմամբ ունակ լինի պահպանելու մարտավարական նախաձեռնությունը։ Առանց ավելորդ համեստության կարող ենք փաստել, որ առայժմ դա մեզ հաջողվել է, եւ դատելով ոլորտում ակնկալվող բավականին լուրջ ռազմատեխնիկական եւ կադրային նորացումներից կարող ենք վստահ լինել, որ այսուհետ եւս այդ առումով խնդիրներ չենք ունենա։ Այժմ մեր եթերում մտավորականը եւ բանակը հեռուստաեջի հերթական թողարկումն է։ Թողարկում, որի ընթացքում ազգային բանակի նրա դերի եւ նշանակության շուրջ իր խոհերն է ներկայացնում Մեսրոպ Մաշտոցի անվան մատենագրության ինստիտուտ թանգարանի տնօրեն բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը։ Մենք երջանիկ սերունդ ենք այն առումով, որ ականատես ենք եղել մեր ժողովրդի հոգևոր զարթոնքին իսկապես։ Մեծ հսկայական շարժում, որ ալեկոծեց ամբողջ ժողովուրդը։ Եվ որի ընթերքից ծլարձակեց, զորացավ, բոլորի հզորացավ մեր բանակը։ Բանակն է, որ պահպանում է մեր ոչ միայն ֆիզիկական սահմանները, այլ հոգևոր սահմանները։ Մեր նախնիները բոլորը իմացել են այդ մասին։ Եվ մեր մատյանների հետ միասին, մեր մշակույթի հետ միասին աշխատել են զորացնել մեր ռազմական ուժը, ռազմական ոգին, դարերի ընթացքում չկորցնել այդ ներուժը, այլ բազմապատկել։ Դա զորության նշան է իսկապես, որ մեր բանակի հետ զորանում է նաև մեր մշակույթը եւ դրա վկայությունն է մատենադարանը, վերակերտված մատենադարանը, որ մեր մեծ հաղթանակներից մեկն է։ Ինձ համար ամենակարևորը հոգևոր այդ լարումի պահպանումն է, որը կոչվում է ամեն մի հայի եւ ամբողջ ժողովրդի համաձուլվածք։ Դրա գլխավոր ատրիբուտներից մեկը մեր բանակն է, մեր վերաբերմունքը մեր բանակին, մեր վերաբերմունքը յուրաքանչյուր զինվորին։ Եվ եթե մենք ասում ենք, որ տեսնում ենք շքերթ ռազմական եւ հպարտություն ենք ապրում, դա պիտի չլինի այսպես այսօրվա համար, այս րոպեական զգացողություն կամ այս ժամային զգացողություն, դա պիտի լինի միշտ մեզ հետ։ Մեր բանակը, մեր մշակույթը եւ ընդհանրապես հայրենիքը, հոգեվոր հայրենիքը, այսինքն արժեքների այն տիրույթը, որ գերարժեքներ են մեզ համար, եւ բանակով է զինվորով է, որ ժողովուրդը իսկապես կարող է պատմական հեռանկար ունենալ։ Պատմությունը կենթանի պահելու միակ ձևը, միակ շանսը մեր ժողովուրդը օգտագործեց մեր զարթոնքի ընթացքով ծնելով ազգային բանակ, եւ մենք հպարտ ենք դրան։ 3 ապրիլի 14-ին մայրաքաղաքում հայտարարված էր համաքաղաքային շաբաթօրյակ։ Բնականաբար այդ գործից չէին կարող անմասն մնալ ազգային բանակի զինծառայողները։
Եվ ահա Պաշտպանության նախարարության Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն ինստիտուտի կուրսանտները ոչ միայն բարեկարգելու խնամել են բուհի տարածքը, այլև մասնակցել հարակից տարածքի մաքրման աշխատանքներին։ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտների համար հատուկ առիթ պետք չէ ինստիտուտի տարածքը մաքուր եւ բարեկարգ վիճակում պահելու համար, քանի որ դա ներառված է նրանց ամենօրյա օրակարգում, իսկ համաքաղաքային շաբաթօրյակին նրանք թարմացրին կանաչ տարածքները, փխրեցրին հողը, ծաղիկներ տնկեցին։ Ինստիտուտի հարակից տարածքի մաքրման աշխատանքներին աջակցել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունը, հատկացնելով աղբատար ավտոմեքենաներ։ Կուրսանտները ամեն տարի արդեն ինչպես կարելի ասել ավանդույթի համաձայն բարեկարգում ենք, գեղեցկացնում ենք, հնարավորին անում ենք ամեն ինչ, որպեսզի լինի նորմալ։ Իդեպ ապրիլի 18-ին հուշարձանների պահպանության միջազգային օրը ռազմաավիացիոն ինստիտուտի ուժերով բարեկարգվելու եւ մաքրվելու են Կոմիտասի անվան Պանթեոնի եւ Էրեբունի օդանավակայանում գտնվող հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան գոյամարտի զոհերին նվիրված հուշարձանների հարակից տարածքները։ Հայրենական պատերազմի եւ Արցախի գոյամարտի զոհվածների հուշարձանի հարակից տարածքները դա մեր մշտական տարածքներն ենք համարում եւ մենք մեր պարտքն ենք համարում միշտ այնտեղ մաքուր պահել։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։